Լուրերի թողարկումն է շարունակվում, հարգելի հեռուստադիտողներ, այժմ լուրերը վերլուծության տեսքով են, դուք գիտեք, ARTN-ի եթերում դա ամենօրյա նախագիծ է եւ մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի թե սկսենք ռուս-ուկրաինական հակամարտության առնչվող թեմայով Մոսկվային ժամանել Վիտկոֆը եւ Քուշները, նրանք հանդիպել են Պուտինի հետ 5 ժամ հանդիպում է տեղի ունեցել։ Պուտինը հանդիպումը դրական է գնահատել, նախագահ Թրամփը նույնպես տեղեկանալով հանդիպման մասին ասել է, որ դրական է գնահատում ինքը նույնպես, բայց սպասում է, որ գան Քուշները եւ Վիտկոֆը, իդեպ այսօր էլ նրանք պիտի հանդիպեին արդեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Մայամիում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ ինչներ տարօրինակ, որ միևնույնն է, Պուտինը պնդում է, որ 28 կետանոց այդ նախագծում, որ ներկայացնում է Թրամփը, կար, չէ, Դոնբասը հանձնելու եւ ոչ միայն Դոնբասը, Ղրիմը նաեւ հանձնելու մասին տեղեկություն, այո, ոչ թե հանձնելու, դե ֆակտո ճանաչելու մասին էր, բայց այդտեղ շատ լղոզված է, որտեղ դե ֆակտոն դե յուրե չի ամեն դեպքում, հա, այնտեղ բացի դրանից ու Միացյալ Նահանգներում ընդունված օրենք, որով չեն կարող իրենք այդպիսի բան անեն, այդպիսի ինֆորմացիա հայտնվեց, որ ըստ էության իրենք չեն կարող գնալ Միացյալ Նահանգների օրենքների դեմ կամ պետք է դրանք փոխվեն ինչ-որ մի ձև, որտեղ կարծեմ, եթե չեմ սխալվում, 17 թվականի մասին է խոսվում, որ կոնգրեսը օրենք ընդունել, որը թույլ չի տալիս Միացյալ Նահանգներին որևէ նման բան անելու եւ Ուկրաինայի շահերի դեմ այդպիսի բան անելու, այդպիսի տեղեկություն հայտնվեց, բայց այստեղ խնդիրը դա չի, տեսեք, հերթականությամբ սենց եղավ։ Սկզբից Ուշակովը հայտարարեց, որ պրոգրես չի եղել, այսինքն չի նախատեսվում հանդիպում, Զելենսկուի եւ Պուտինի միջև համաձայնության հասնել չի հաջողվել, որից հետո Քուշներն ու Վիտկոֆը գնում են Միացյալ Նահանգներ, Թրամփի հետ են խոսում, Թրամփը ելույթ է ունենում եւ սկսում է էլի անիմաստ կոմպլիմենտներ անել Պուտինին, լրիվ անիմաստ, որ իրենք տպավորություն ունեն այդպիսի, որ Պուտինը խաղաղություն է ուզում, ասենք անգամ Պուտինի ուրեմն, այսպես ասեմ, սազանդարները ասում են, որ ոչ Պուտինը չի ուզում խաղաղություն բացարձակ, Դոնբասն է ուզում եւ հստակ ասում է, եթե չտան վերցնել։ Տեսեք, գլխավոր թեման հիմա ասեմ ինչի շուրջ է իրականում պայքարը գնում, նոր մանրամասներ, այսինքն արդեն ակնհայտ էր դարձել, որ 28 կետ եղավ, արդեն թելը զգացվում էր։ Եվ չգիտես ինչի Թրամփը ասեց, որ տենց ինքը լուրջ զգացողություն ունի, տպավորություն ունեն տղաները, որ տենց Պուտինը լուրջ խաղաղություն է ուզում, հա։ Էլի ինչ որ սկսեց քարտեր, մարտեր խոսալ, երբ որ ես ասում էի քարտեր, այն ժամանակ, որ ես ասում էի քարտերի մասին, այդ ժամանակ ավելի հեշտ էր խաղաղության հասնել, ընդհանրապես կապ չունի, էլի, այն ժամանակ ավելի դժվար էր խաղաղության հասնել, բայց եկե չգիտես ինչի որոշեց ասեց, որ այդ էր ժամանակը։ Զելենսկու հեռանալու մասին է։ Այո, այն վատ միջադեպը, այո, չգիտես ինչի ինքը որոշեց, որ այդ ժամանակ գիտեք ինչ ասում, անցյալով խոսալը, տեսնա շատ հեշտ է, ոչ մեկ չի կարող ապացուցի, հիմա ով կարող ապացուցի, ժամանակ հեշտ էր, թե հեշտ չէր, հա։ Բայց խնդրեմը հետեւյալն է, որ Թրամփը այս ամեն ինչը ասելով նաև ասում է դե անհասկանալի է ինչ կլինի։ Արդյոք տանգո ապարելու համար երկու հոգի են պետք եւ այլև այսպես շարունակ։ Հետո մի պահ փոխեց, ասեց, որ Ուկրաինայի հետ է լավ համաձայնություն ունի պատրաստած եւ այսպես շարունակ։ Այսինքն մեկնալին մեկ մեխին տարբերակով, բայց երբ որ ինքը ասեց, որ այն ժամանակ կարելի էր ավելի ժամանակներ կնքելու պայմանագիրը, սա խոսում է այն մասին, որ ինքը արդեն երաշխիք է տեսնում, որ ինքը չի կարողանալու այս հարցը լուծի։ Որ տեսեք, լավ պահ կար, այդ պահը բաց թողեցինք ու նորից շրջանառվում է, որ դե թող կռվեն, եթե բանա, թե չեն համաձայնվում, ուրեմն պիտի կռվեն ու նորից 27000 մարդ է շաբաթական զոհվում ու որ եթե ես լինեի նախագահ, այդեն ժամանակ այդպիսի բան չեն լինի ու այսպես շարունակ։ Իդեպ մարդիկ զոհվում են ներողություն, մինչդեռ պետքարտուղարությունը այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ Ամերիկայի խաղաղության ինստիտուտը անվանվել է նախագահ Թրամփի անունով, Դոնալդ Ջեյ Թրամփի անունով։ Դե չգիտեմ, հեսա մի պահից սկսած այդ ամեն ինչը սկսելու է հետ վերանվանվել ինձ թվում է, որովհետև Թրամփի ռեյտինգը այո, Թրամփի ռեյտինգը կատաստրոֆիկ ցածր է։ Վերջին հարցումներով, մի քանի հարցումներով Թրամփի ռեյտինգը ուրեմն -24% է, դրական ռեյտինգ չունի, բացասական -24 եւ ոչ մի նախագահ այդ պայմաններում առաջին
այսինքն այդպիսի ցածրեցիկի պայմաններում միջանկյալ ընտրություններ չի հաղթում։ Իհարկե ասում ամեն ինչ առաջին անգամ կարող է լինել միանշանակ, բայց այս պահի դրությամբ Տրամպին պետք են միավորներ։ Տարիֆային քաղաքականությունը բերեց գների ահռելի բարձրացման, տարիֆային քաղաքականությունը եթե ուրեմն կես տարի առաջ պաշտպանում էր կամ մոտարապես կես տարի 7 ամիս առաջ պաշտպանում էր բնակչության 52%-ը, հիմա 38%, եթե չեմ սխալվում, 36 թե 38%։ Ում հարցումներն են։ Տարբեր, մի շարք հարցումներ իմի են բերված, այո, տարբեր ընթացքում արվում են եւ վերջինը կարծեմ այստեղի գելապներ արի, չխառնել Հայաստանի գելապը այլ եկեք չխառնենք, այստեղ գելապը համարվում է հեղինակավոր, վերջին տվյալները գելապներ տվել, բայց դա մեկ չէ, դրա նախորդն էր նույն բանը ցույց տվել եւ 60%-ից ավել դեմա տարիֆային քաղաքականությանը, 60%-ից ավել մեղադրումա Թրամփի ներկա տնտեսական վիճակի համար եւ իրան հաղթանակներ են պետք։ Եվ որպեսզի միջանկյալ ընտրությունները ինքը հաղթի, այս ամբողջ տարիֆային քաղաքականությունը չի արտարացվում։ Տեսեք, ոչ մեկին հետաքրքիր չի, տեսեք, այսօր Ռուանդա-Կոնգո, չէ, նորից այդ հարցը պտտում են եւ այլն, չգիտեմ։ Այո, այսօր հերթական։ Բայց ամերիկյան ընտրողի համար Ռուանդա-Կոնգո հասկանում եք տակուս առը չի, իր համար ռեալ հաղթանակ կլինի։ Բայց ուրիշ բան կա, դրան երևի հետո անդրադառնանք գովազդից, 19 երկրից նույնիսկ այստեղ ապրող green card ունեցող քաղաքացիների վտարման քաղաքացիությունից նաև զրկելու մասին որոշում է կայացվել։ Գնանք գովազդի, դրանք անդրադառնանք գովազդից հետո։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Մեր տաղավարում վերլուծություններն են շարունակվում, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, պարոն Չիբուխչյան, դուք գովազդից առաջ խոսում եք Թրամփի վարկանիշի նվազման մասին, ես էլ անմիջապես հիշեցի որոշման մասին, ըստ որի 19 երկրի, ինչպես ասեցինք, հետո կանդրադառնանք, քաղաքացիների անգամ եւ green card ունեցողների վտարելու են եւ չեն տալու ընդհանրապես քաղաքացիություն։ Ինչ երրորդ երկրներ, այդպես էր ասում, երրորդ երկրներ։ Սոմալիին շատ կոպիտ։ Այո, Աֆղանստան, դե տեսեք, նորից եմ ասում, բայց ներողություն Վաշինգտոնից հետո իրենք այդպես են ասում, Վաշինգտոնի ահաբեկչությունից հետո, երբ որ աֆղանցին սպանություններ Ազգային գվարդիայի, դա առաջին դեպքը չի էլի, ազգային գվարդիան էր այս անգամ, բայց իսկապես խնդիր կա այդտեղ։ Տեսեք, քանի դեպք տեսանք մենք ուրեմն մահափորձերի, նույն ասենք, չգիտեմ, Չարլի Քրքի վրա կրակողահող բան չէր, Աֆղանստանից չէր, կներեք էլի արտահայտության դասական ընդ որում հանրապետական նահանգի, հանրապետական ընտանիքի զավակ էր, հա։ Այդպիսի դեպքեր շատ կարող են լինել, այնտեղ տալիս են արդեն աֆղանցիների թվերը, որ սրանց պետք է չընդունել, քանի հոգի է վեթինգի ենթարկվի, քանի հոգի վեթինգի չի ենթարկվել։ Այո, կախված կողմերից, այո, դե Ռուբիոն ասես չենք հասցրել բոլորին վեթ անել եւ այսպես շարունակ, բայց հիմա այս աղմուկը նորից կապված է միգրացիայի հետ։ Տեսեք ինչ է անում Թրամփը, հասկանալով որ իր վարկանիշը ցածր է, անընդհատ նորից Բայդենին
է վերադառնում։ Մի հատ լսեք ամեն ելույթը։ Բայդենը այնտեղ չգիտեմ, արդեն հիվանդություն այնտեղ հայտնաբերեցին բուժվում է։ Բոլոր օրենքները ինչ որ ստորագրել էր Բայդենը։ Գրիչով, չգիտեմ, ավտոպենով, այո, այդ է փորձում բանանել, որը էլի գլխացավանք է, որտեղ այնտեղ շատ լուրջ օրենքներ կան եւ այսպես շարունակ։ Մի խոսքով, տեսեք ինքը այս ամբողջ ռետորաբանությունը նրա մասին է, որ ես չեմ մեղավոր, ես եկել եմ, ես փորձում եմ փրկել, ես այսքան միլիոններ ներդրում եմ բերել, սա Բայդենն է մեղավոր, որովհետեւ այս իրավիճակում, այս տարիֆային քաղաքականության պատճառով, Ուկրաինայի հարցը չլուծել կարողանալու պատճառով, ըստ էության ինքը, չնայած ես ասեմ, խանութների գները այնպես է, որ Ուկրաինայի հարցը լուծելն էլ կարող է ընտրությունների ժամանակ այլևս եղանակ չփոխի, ես էլ էլ ասեմ, բայց ինքը ուրիշ խաղաթուղթ չունի, իր համար մեծ հաղթանակ կլինի, եթե հիմա կարողանա լուծի, եւ ինքը ցավոք սրտի դա ուզում է ամեն գնով լուծի, իսկ ամեն գնովը վնաս է, եվրոպացիները տեսեք արդեն հրապարակումներ են դուրս գալիս Եվրոպայում լրջորեն, որ Թրամփը ուրեմն դավաճանել է եվրոպացիներին, որ Թրամփը փորձում է եվրոպացիների գլխից թռնի, որ եվրոպական լիդերները գաղտնի հանդիպում են եւ բողոքում են Թրամփից, որ իրենց եւ Ուկրաինային փորձում է բանանել։ Եվ գլխավոր միտքը որն է, տեսեք, Պուտինի ռետորաբանությանը ուշադրություն մի դարձրեք, գիտեք ինչ, դա ծիծաղալու է առնվազն 4 տարի է Դոնեցկ չի կարող գրավի, վերակացել է շեշ խոսում է 4 տարի է Դոնեցկի շրջան չի կարողանում գրավի, ասում է ես դե գրավի, հա, գրավի տրեմ քանի զոհ է ստալու այդ ընթացքում։ Ռետորաբանությունը երևի իսկապես Թրամփի ինքը Թրամփի վրա աշխատելու համար է, խնդրեմը հետեւյալն է, որ ես վաղնել այդ մասին կտամ, տեսեք, հետարքիր բան ասեմ ձեզ, քաղաքական մասով պատասխանատու է Ռուբիոն, եւ Ռուբիոյի ու Թրամփի միջեւ լրջագույն ճեղքված կա խոսույթի եւ պատկերացումներ, եւ այն որ ինքը ասեց, որ Ուկրաինայի հետ մենք լավ պայմանագիր ունենք մշակված, դա Ռուբիոյի շնորհիվ էր, որտեւ Ռուբիոն էր բանակցե, եւ Ռուբիոն անմիջապես դուրս եկավ այնպիսի հայտարարություն այց, որ Թրամփը չկարողանա վատ բան ասի։ Հիշում եք ինչ հայտարարություն այց Ռուբիոն։ Ասեց շատ լավ արդյունավետ հանդիպում ենք ունեցել ուկրաինացիների հետ։ Հիշում եք, Թրամփը դրա համար չի կարողանում ուրիշ բան ասի։ Չէ, հենց Մայամիում կարծեմ, չէ, Ամերիկայում եկան պատվիրակությունները բանակցին, եթե չեմ սխալվում, որից հետո պատվիրակությունը Ուիտկոֆը բանը գնացին Ռուսաստան։ Ուրեմն ես արձակուրդում էի, ես ես Ստամբուլն եմ։ Եթե հիշում չէ, հենց Ամերիկայում էր։ Հիմա նորից եկան Ամերիկայի, ես կարծեմ այսօր թե վաղը հանդիպում են ունենում ուկրաինացիները։ Խնդիրը հետեւյալն է։ Տեսեք, Պուտինը փորձում է ստանալ, այսինքն Թրամփը արդեն պատրաստ է հարցը լուծել առանց անվտանգային լուրջ երաշխիքների, մտածելով որ բիզնեսը, որտեղ այնտեղ ռուսները թույլ տեղը գտել են եւ սկսում են ինչ-որ կիսա ֆանտաստիկ բիզնես պլաններ առաջարկել, որպեսզի շահագրգռեն Ուիտկոֆին, Քուշներին, Թրամփին, հասկանում եք, բայց կա ձեր ասած ինստիտուտները, Ռուբիոն, ասենք, դեպարտամենտը, որը հասկանում է Ամերիկայի շահը արմատականորեն, որ դու չես կարա, ուրեմն, չես կարա այդ եղանակով զսպես կամ այդպես չի աշխատում այդ ամեն ինչը։ Այս երկրում նախագահը միանձնյա հստակ վերջնական որոշում իրականում։ Դե հենց այդ է։ Եվ հիմա, տեսեք, վաղվա իմ անում էլ կտամ, ես ենթադրում եմ այդ եթերը կտամ, որտեղ տարբերությունը կզգաք Ռուբիոյի եւ Թրամփի խոսույթի, եւ որ իրանց միջև դե պատահական չի, որ այդ խորիզմը ես ասի, որ Ռուբիոն չի սիրում Ուիտկոֆին եւ այդ խոսույթները իմ ասելուց հետո էլի հրապարակումներ դուրս եկան իմիջիալուց այդ թեմայով, որ կան իրենց միջև լուրջ հակասություններ։ Դեպի երևի պատահականություն չի, որ մի քանի օր առաջ Էլոն Մասկը հայտարարեց, որ ապագա Թրամփին փոխարինող տեխնացուն Վենսն է։ Այո, եւ այդ պայքարն էլ է գնում եւ Ռուբիոն էլ չի ուզում սրի, երբ որ Ռուբիոին ասում են, դուք չեք ուզում, Ռուբիոն ասում է, չէ, թող Վենսը լինի, բայց ակնհայտորեն հիմա նա դա անում է նրա համար, որովհետեւ չի ուզում հիմա կոնֆլիկտ ստեղծի, որովհետեւ եթե հիմա գնան Վենսի դեմ, իսկ դուք գիտեք, որ Տիլը, Մասկը իրենք առաջ են տանում Վենսի տեխնացությունը, իրենք արդեն ուզում են սեփական նախագահ ունենան, հասկանում եք, այդ տրամաբանությամբ են իրենք աշխատում, բայց ես ասեմ շատ սուր իմիջիալոց պայքար է եւ հանրապետականների ներսում շատ սուր պայքար է սպասում 28 թվականի համար եւ այս առաջիկա ընտրություններում եւ դեմոկրատների հետ շատ սուր պայքար է սպասում։ Չի երևում ինչ որ եթե այս նահանգի նահանգապետը շուտ է դեռ չենք կարող ասել, բայց հա դե հիմա հələ որ ակնհայտորեն Գևին Նյուզումն է իրան առաջադրում, բայց դե ապրենք տեսնենք համենայն դեպս այն խաղաղությունը, որ տեսեք հիմա ուկրաինացիները փորձում են այնպիսի դիրքորոշում ընդունել, չսրեն իրավիճակը Թրամփի հետ, աշխատում են հարթ են, բայց մեծ հաշվով տեսեք նույն Զելենսկին ուրեմն հայտարարեց, որ միևնույնն է, մենք պետքա բանակցենք արժանապատիվ, անվտանգ խաղաղություն, իսկ այնպիսի խաղաղության շուրջ, որը հնարավորություն չի տա Պուտինին, այո։ Եվ այս ամենի մասին թերևս վաղը պարոն Չիբուխչյանի YouTube-յան լայվում մենք կհանդիպենք արդեն ուղղակիորեն ուղիղ եթերում, իսկ այսօր ցտեսություն։ Հաջողություն։